Արարատի մարզի համար խաղաղության խաչմերուկ ծրագիրը եւ հյուսիս-հարավը շատ կարեւոր նշանակություն ունի, որովհետեւ այդ ճանապարհի զգալի մասը անցնում է Արարատի մարզով, որը իր հետևից բերելու է Արարատի մարզի ճանապարհների եւ ենթակառուցվածքների բարելավմանը, որը իր հետ նաեւ բերելու է Արարատի մարզ նոր ներդրումներ։ Հյուսիս-հարավ ճանապարհի մի մասը շահագործման է հանձնվել դեռևս 2016 թվականին, այն Արտաշատից տանում է դեպի Երևան, դա կազմում է այդ ճանապարհի մի մասը, որը կառուցելուց հետո ժամանակավոր դադարեցվել է, չի շարունակվել։ Իր տնտեսական էֆեկտիվության մասին գնահատելը շատ դժվար կլինի, հիմա որովհետև ամբողջական ճանապարհը կառուցված չի, այդ տնտեսական գնահատական տալը հնարավոր է ընդհանուր ճանապարհը կառուցելուց հետո։ Սակայն կարելի է ասել, որ ճանապարհի կառուցումը խթանել է մարզի կապը մայրաքաղաքի հետ ավելի հեշտ կազմակերպելու համար, ինչպես գիտեք, Արարատի մարզը երկրի գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասն է տալիս, իսկ այդ արտադրանքը ավելի հեշտ եւ ցածր գներով Երևան եւ արտասահմանյան շուկաներ հասցնելու համար ավելի հեշտ կազմակերպելու միջոց է։ Ինչպես ես նշեցի, ճանապարհի կառուցումը շատ կարևոր նշանակություն ունի մարզի համար, որը իր հետ բերել են ներդրումներ ու բերելու է ներդրումներ։ Կառուցվում են տարբեր տեսակի ենթակառուցվածքներ, տարբեր ներդրումներ, գալիս են ճանապարհամերձ գոտում կառուցում են տարբեր բիզնեսներ, արտադրություններ, ռեստորաններ, որը իհարկե մարզի տնտեսությունը խթանող միջոց է։ Խաղաղության խաչմերուկ նախագիծը շատ կարևոր նշանակություն ունի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արարատի մարզի համար։ Կարելի է ճակերտների մեջ ասել, որ Արարատի մարզը մինչև ճանապարհների բացումը համարվում էր սահմանային փակուղի, իսկ բացումից հետո այն կդառնա նաև լոգիստիկ կենտրոն, որտեղից նաև ապրանքներ կարտահանվեն ինչպես Պարսից ծոցից մինչև Վրաստան, այնպես էլ արևմուտքից ասիական շուկաներ։ Շատ կարևոր նշանակություն կունենա երասխի հանգույցի բացումը, իսկ Արարատի մարզը կլինի կենտրոններից մեկ այդ հանգույցի։ Արարատի մարզը հանդիսանում է Հայաստանի ագրոարդյունաբերության սիրտը, այստեղ են խաղողի եւ մրգատու այգիների մեծ մասը, իսկ այդ ապրանքները ավելի էժան ու ավելի որակով թարմ վիճակում արտանելու համար երկաթգիծը շատ կարևոր նշանակություն կունենա Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Արարատի մարզի համար։ Մեր տնտեսվարողների համար այդ ճանապարհի բացումը կիչացնի իրենց արտադրանքի ինքնարժեքը եւ ավելի որակով ու հեշտ իրենց ապրանքը վագոնների միջոցով կհասնեն տարբեր շուկաներ, սառնարանային վագոններ գոյություն ունեն, այդ սառնարանային վագոնների միջոցով հայկական թարմ պտուղ բանջարեղենը, նաեւ ինչու՞ չէ արագ սառեցված միրգ բանջարեղենը կարելի է շուտ հասնել տարբեր շուկաներ ու հաշվի չառնելով եղանակային պայմանները եւ լոգիստիկ խնդիրները։ Արարատի մարզում ունենք 20-ից ավելի սպիրտային խմիչքներ արտադրող գործարաններ եւ 7-ից ավելի գյուղատնտեսական մթերք վերամշակող գործարաններ։ Իրենց արտադրանքը շատ հեշտ եւ ավելի որակով կարելի է արտահանել տարբեր շուկաներ եւ նրանք կդառնան մրցակցային արտասահմանյան ընկերությունների հետ կապված, որովհետև լոգիստիկ ծախսերը իջնելու են երկաթգծի բացումով։ Ունենք Արտաշատի պահածոների գործարան, խոշոր վերամշակող գործարան, ունենք Արարատ Canning Factory կազմակերպություն, որոնք նույնպես վերամշակում են, նաև ունենք սպիրտային խմիչքներ, ալկոհոլային խմիչքներ վերամշակող արտադրող գործարաններ, օրինակ Վետի Ալկոմ, Պրոշյանի կոնյակի գործարանը, Երևանի կոնյակի գործարանը, իսկ նրանց արտադրանքը ճիշտ է մեծ է Հայաստանի մասշտաբներով, սակայն իմ հանձնական կարծիքն է, որ եթե այդ ճանապարհները բացվեն ու մեր արտադրանքը պահանջված լինի եվրոպական կամ ասիական շուկաներում, այդ արտադրանքը չնչին մաս է կազմելու ու մենք խնդիր ենք ունենալու այդ արտադրական ծավալները ավելացնելու։ Մարզում ունենք բազմաթիվ խոշոր եւ մանր ձեռնարկություններ, որոնց հումքը ներկվում է մեր հարևան երկրից, Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Իրենք այդ ամեն ինչը ներկրում են, արտադրում են Հայաստանում, ինչպես գյուղատնտեսական մթերքների փաթեթավորման, տեսակավորման հետ կապված, նաև շինարարական նյութեր են ներկրում, արմատուրաներ, ցեմենտ, իսկ այդ ամեն ինչը հիմա տեղափոխվում է Հայաստան բեռնատարներով, իսկ երկաթգծի բացումը թույլ կտա մեզ այդ ամեն ինչը ներկրել վագոններով, որը նաև կբերի ինքնարժեքի բավականաչափ նվազեցման,
որի արդյունքում նաև մեր տեղական արտադրանքը ինքնարժեքը կիջնի ու մենք կկարողանանք մրցակցել արտաքին շուկայի հետ։ Իրանական հումք արտադրանքը նաև ոչ միայն Հայաստան է տեղափոխվելու, նաև մեր միջոցով կարող է տեղափոխվել Վրաստան։ Նաև մեր միջոցով տարանցիկ երկիր կդառնանք, ում առևտուր կանեն վրացիները ու Իրանի մեր բարեկամները Հայաստանի միջոցով։ Երկաթգծի առումով հիմա խնդիրը ընդհանրապես 1 կիլոմետր կառուցելու խնդիր կա։ Հիմա ինչպես գիտենք կառավարությունը եւ վարչապետը հայտարարել են, որ կառավարությունը պատրաստ է այդ ամեն ինչը պետական բյուջեի հաշվին կառուցելու, իսկ այդ ամենը անելուց հետո մենք 100% պատրաստ կլինենք երկաթգիծը շահագործելու։ Հարարատի մարզում ներդրումների պակաս չկա, մեծ ներդրումներ կան ինչպես պետության, այնպես էլ մասնավորի կողմից։ Պետական ծրագրերով կառուցվում են դպրոցները, մանկապարտեզներ, ճանապարհաշինություն, ոռոգման ցանցեր, տեղադրվում են կիսախողովակներ, նաև փակ խողովակներ ոռոգման ցանցը բարելավելու համար, ինչպես կան նաև մասնավորների կողմից ներդրումներ, հետաքրքրված են ջերմոցային տնտեսություններ հիմնելու, նաև ինտենսիվ այգիներ հիմնելու ծրագրերով, որը նաև աջակցվում է կառավարության կողմից։ Նաև մասնավորների կողմից կառուցվում են գործարաններ, կարելի է նշել Արարատի մարզում վերջերս կառուցված եւ շահագործված երկաթի վերամշակման գործարանը, GTB-ի մասին է խոսքը։ Վեդից ճանապարհը կառուցում կառավարության կողմից, այդ ճանապարհը կապելու է M2 ճանապարհին։ Նաև այդ ճանապարհը ինչ որտեղ նաև շեղվելու է, կառավարությունը նախաձեռնություն ունի, որ Վեդից ճանապարհը կառուցվելու դեպի Մարտունի, ներկայիս կառուցվող ճանապարհը մի թևով կապվելու է M2-ի, մի թևով կապվելու է Մարտունի գնացող ճանապարհին։